2017 թվականը բարեհաջող սկսվեց մեր մարզասերների համար ընդամենը մի քանի օր առաջ հունվարի 8-ից 10 ամբուլարիում տեղի ունեցավ Վրաստանի առաջնություն ազատ ոճի ըմբշամարտի մարզաձևում, որտեղ հանդես եկան մինչև 23 տարեկան մարզիկները։ Այս առաջնությունում Նինո Ծմինդան ներկայացրեց 6 մարզիկներ, 4-ը Գանձագյուղից, 2-ը Սպասովկայից։ Раут. Ay. Նախարարինը բոլոր մարզասերներին շնորհավորում եմ նոր տարին եւ ամանորը։ Մենք 2017 թիվը ոտերինք հաջողություններով։ Ամսու 8-ից հունվարի 8-ից 10-ը 2017 թվին Մրաճալեչ խումիում, այսինքն մայրաքաղաք ամբրոլաորիում անցկացվեց Վրաստանի առաջնություն մինչև 23 տարեկանների ազատ ոճի ըմբիշների մեջ։ Այդ մրցաշարին մասնակցում էին բոլոր ռեգիոնները Վրաստանի, ուժեղագույն ռեգիոնները։ Ասեմ, որ այդ ուժեղագույնների մեջ մնում են Թիլվիզը, Կախետի ռեգիոնը, Աճարան, Քութայիսը, Գորին, որտեղ որ ըմբշամարտը շատ ուժեղ է զարգացած։ Ես ըմբշամարտ ասում եմ այդ սպորտաձևն ազատ ոճի ըմբշամարտը, որտեղ որ այդ ռեգիոնները ունին օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի չեմպիոններ ունին։ Նաև մասնակցեց մեր ռեգիոնը, Նինո Ծմինդայի շրջանի ըմբիշները։ Գիտեք, որ մեր ռեգիոնը արդեն աստիճանաբար ուզում է նմանվի մյուս ռեգիոններին, փառք մեր ըմբիշները իրանց արդեն դրսևորում են լավ եւ հաջողություններ ունենում։ Այդ հաջողություններից մեկը 70 կիլոգրամ քաշայինում ունեցել ենք մեր մարզիկ Արծրուն Թանկամյանը։ Մեր շրջանի անունը բարձր պահեց եւ հնչեցուց Նինո Ծմինդա քաղաքի շրջանի անունը։ Ինչ ասեմ, մարզասերներուն եւ Նինո Ծմինդայի շրջանի բոլոր սպորտասերներուն նորից այդ հաջողությունը ավելի մեծ բան բերեց, քանի որ իմանալով, որ նման մարզիկներ արդեն ունենք, փոքր երեխաները, որոնք որ փողոցում են, կտրեն փողոցից եւ կգան մարզադալիճ եւ զբաղվեն այս սպորտաձևով, այսինքն ազատ ոճի ըմբշամարտի սպորտաձևով։ Իսկ առաջիկայում ինչպիսի ծրագրեր ունեք պարոն։ Առաջիկայում այս մարզիկը, որնոր այս Թանկամյան Արծրումը, որնոր նվաճեց 3-րդ տեղը, դարձավ Վրաստանի հավաքականի անդամ։ Հետագայում նա ունի հավաքներ տարբեր տեղեր Վրաստանի եւ արտասահմանում։ Նաեւ կունենա մրցաշարներ։ Եթե ինքը իրան լավ դրսևորեց, կարան նաեւ տանի մյուս մրցումների։ Անցկացվող առաջնությանը մասնակցում էին 200 եւ ավելի մարզիկներ Վրաստանի տարբեր տարածաշրջաններից, որտեղ կային ինչպես Եվրոպայի, այնպես էլ աշխարհի չեմպիոններ։ Այս առաջնությունում մեր Գանձագյուղի մարզիկ Արծրուն Թանգամյանը, ով հանդես եկավ 72 կիլոգրամ քաշային կարգում, կարողացավ նվաճել 3-րդ տեղի մրցանակը, հաղթելով 2 մարզիկի եւ պարտություն տանելով մեկին։ Շատ դժվար էր, որովհետև այս մրցաշարին պատրաստվում են ուղիղ 1 տարի, որ ինչ-որ մի տեղ գրավեն։ Ես գրավեցի 3-րդ տեղը, հաղթելով 3 ըմբիշի։ 1 հոգու պարտվեցի Քութայիսի մարզիկին,
Եվ քո մրցակիցներ արդյոք դժվար էր նրանց հետ պայքարելը։ Շատ դժվար էր, բայց ես հաղթահարեցի այդ ըմբիշների հետ։ Առաջիկա քո ծրագրերը որոնք են։ Իմ ծրագրերը լավ մարզվել, որ ել ավելի առաջ գնալ, քանի որ երրորդ տեղը արդեն քիչ է։ Մարզումները շատ քիչ են, ասենք, քիչ չեն, մենք մարզվում ենք, ուղղակի պայմանները մեզ ավելի քիչ է, էլի թույլ չի տալիս։ Մնացածը լավ է։ Ես շնորհակալ եմ իմ մարզիչից, Ռուբեն Պողոսյանից։ Դե ինքը չլիներ, ես հաստատ չէի հասնի այս աստիճանի։ Չնայելով դժվարին պայմաններին նմանատիպ բարձր հաղթանակներ առաջին անգամ չէ, որ մենք ունենում ենք ազատ ոճի ըմբշամարտի ասպարեզում, ու այս ամենը եւս մեկ անգամ ապացուցում է, որ ջավախցին կարող է դիմանալ բոլոր դժվարություններին, միևնույն ժամանակ բարձր պահելով իր հայրենի շրջանի անունն ու պատիվը։ Այս ամենի համար իր շնորհավորանքի ու շնորհակալական խոսքերը հղեց Նինոց Մինդայի Գամգեոբայի մշակույթի եւ սպորտի ծառայության պետ Ժորա Սնխչյանը։ Ես հատուկ գոհունակություն եմ հայտնում Ամրոլարում վերջերս տեղի ունեցած Վրաստանի պաշտոնական ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում մեր շրջանից Կամձագյուղից մեր Արծրուն Թանգամյանի հաղթանակի առիթով, որը չնայած առաջի տեղը չգրավեց, արժանացավ մրցանակային երրորդ հարթակի, սակայն դարձավ Վրաստանի հավաքականի անդամ։ Սա իսկական պաշտոնական մրցում էր, եւ ես շնորհակալություն պիտի հայտնեմ մեր մարզիկին, առաջին հերթին, որ նա նման բարձունք կարողացավ նվաճել, եւ երկրորդը հատուկ շնորհակալություն պիտի հայտնեմ նրա մարշին, մեր բոլորիս համար սիրելի եւ հարգելի Ռուբեն Պողոսյանին, որը իր աշխատանքը գիտի 5 մատի պես եւ պարավում է առավոտից երեկո քրտնաջան, տքնաջան, առանց էներգիա, առանց միջոցներ ծախսելու։ Միայն նման ձևով կարելի է զարգացնել սպորտը, միայն նման ձևով կարելի է հասնել հաջողությունների։ Ես արդեն համոզված եմ, որ առաջիկայում, երբ մեր Արծրունը օրինակ կծառայի մյուս մարզիկների համար, մենք շրջանում կունենանք նոր ու նոր մարզիկներ, որոնք կարժանանան նման գավաթների, նման դիպլոմների եւ նման պատվի։ Միայն մենք պիտի հնարավորություն ստեղծենք, որպեսզի եւ նյութապես եւ բարոյապես կարողանանք սադար կանգնել մեր լավագույն մարզիկներին շրջանում մասսայական սպորտի զարգացման համար։ Տարին արդեն բարեհաջող էր Նինոց Մինդայի սպորտի համար, հուսանք, որ մինչև տարեվերջ մենք կունենանք բազմաթիվ հաղթանակներ ինչպես սպորտի, այնպես էլ այլ ոլորտներում։ Իսկ Արծրուն Թանգամյանին, ով ընդգրկվել է Վրաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականում, ցանկանանք հաջողություններ եւ հաղթանակներ առաջիկա մրցաշարներում։ Մենք մենակ գանձակը պարապենք։